Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն եւ իր ընտանիքին։ Վարդանյանը նաեւ կարդացել է Իմադ ալ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը իր մեկնաբանությամբ եւ կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը, մի վախեցեք մահից, ներեք եւ մի դատեք ու անվախ քայլեք ձեր ճանապարհով, ասել է Վարդանյանն իր ուղերձում։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարարին։ Աջափնյակում փետրվարի 18-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է քննչական կոմիտեն։ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ։ Ըստ հետքի տեղեկությունների, շուրջ 1 ամիս առաջ քրեական ոստիկանության աշխատակիցները ավելի քան 30 անձանց ոստիկանական բաժիններ են տարել խուզարկություններ իրականացրել։ Այդ շրջանակի մեջ են եղել նաև Աջափնյակի հայտնի դեպքի մասնակիցներ։ Այս անձանցից շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել, ոստիկանություն նրանց թվում է եղել օրեր առաջ կրակոցներ արձակած անձը, սակայն արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր Հայաստան են այցելել նաև նախկինում 2013 եւ 2014 թվականներին։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են նաև, որ նրանք Հայաստան են մուտք գործել ու երկիրը լքել են պետական սահմանի Բագրատաշեն անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը։ Նա նաև ասմունքել է Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ։ Գարունդ հայերեն է գալիս, ջուներդ հայերեն են լալիս, հայերեն են խորդում ջրերդ։ Արևդ հայերեն է ցագում, ծառերդ հայերեն են ծաղկում, հայերեն են պայթում բարերդ։ Թող Աստված եղած է պահի, եւ հետո ինձ էլ պատահի, ջուներդ հայերեն են լալու, գարունդ հայերեն են գալու, հայերեն են գալու դարերդ։ Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, որն այս օրերին գտնվում է Երևանում։ Վրացական կողմի հաղորդմամբ սակագների թեման դարձել է Քվրիվիշվիլի եւ Խուդատյանի հանդիպման քննարկման առանցքային թեման։ Խուդատյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը Վրաստանի կառավարության բարեկամական որոշման համար։ Տեխասում գտնվող Աննա Հակոբյանը հանդիպել է պատկառելի վանական Բիգխու Պանակարայի եւ նրա հոգեվոր եղբայրների հետ։ Հանդիպման տեսանյութով կիսվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ուրախ է, որ կինը հազարավոր կիլոմետրեր է կտրել խաղաղության քայլեր իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու։ Արմլուրի տեղեկությունների համաձայն օրերս արտարոց դեպք է եղել Արմավիրի մարզում։ Քաղաքացու դի է հայտնաբերվել Արմավիրի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ցուցանակի վրա։ Քաղաքացին ինքնասպան է եղել ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։ Այսօր ցերեկը Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20-ամյա երիտասարդի։ Քրեական ոստիկանները պարզել են, որ սպանվածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Շամշանի հաղորդմամբ իրավապահները պարզել են, որ մահացածին զանգահարել եւ կանչել են Սևան, նա եկել է հանդիպման եւ առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Երկու կասկածյալ հայտնաբերվել է։ Արտարոց դեպք է տեղի ունեցել Գյումրիում առավոտ AM-ի տեղեկություններով 3 կեսօրին Գյումրիի կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել։ Կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ 30-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, վիրահատվել եւ այժմ վիճակը կայուն է գնահատվում։ Իրավապահները որոնում են կասկածյալներին։ 3 Դիլիջանում պարեկները վարորդական իրավունքից զրկել են էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանին ոչ ցավ վիճակում մեքենա վարելու համար։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ պաշտոնյան մեքենան կայանելուց հետո անգամ փորձել է դիմել փախուստի։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են 2 մեքենա, ինչի հետևանքով կա 4 վիրավոր, այդ թվում 1 երեխա։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ բախման հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ տարածքային կարգավորման հարցերում նույն դիրքորոշումն ունի, ինչ Ռուսաստանը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պահանջում են, որ Կիևը զիջի ամբողջ Դոնբասը, որպեսզի պատերազմն ավարտվի։ France 24-ին տված հարցազրույցում Զելենսկին կոչ է արել հրադադարի դեպքում շփման գծի մոտ եվրոպական զորքեր տեղակայել։ Թոշակառուներին վրդովեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե թոշակները 10,000 դրամով բարձրացնի, թոշակառուն չիմանա ինչպես ծախսել։ Մեր հարցախույզի ընթացքում Վանաձորի բնակիչները հեգնել են, այսինքն պաշտոնյաները գիտեն ինչպես ծախսել միլիոնավոր պարգևավճարները, կոպեկները հաշվող թոշակառուն, ոչ։ Հա, հիմար էլի թոշակառուն իր ծնողի թայն են, մեծ են, մարդիկ ծերացել են, աշխատել են սաղ կյանքերը։ Հիմի այսօրվա օրը չգիտեն էլի ոնց ծախսեն։ Որ չգիտեն տանք իրան թող ինքը ծախսի։ Մենք որ հիմար ենք, չգիտենք ոնց ծախսենք։ Ինքը միշներս խելացին էլի մեր Հայաստանի ղեկավարն է։ Խի, չգիտեմ ինչի վրա եմ տախում, իմ սնունդի վրա եմ տախում, որ միս առնեմ, են առնեմ։ Ես իմ կոպեկը չեմ առնում։ Իմ կոպեկն ուրիշի չեմ տալ, իմ քարտը որ գնահանի։ Տանի կեսն էլ ինքը բայելի։ Ես 45 տարի աշխատել եմ կարի ֆաբրիկան։ Գնում եմ քշերվա հաց եմ առնում, որ մի քիչ էժան առնեմ։ 200 չառնեմ։ Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ամբողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կնվազի 5-ից 8 աստիճանով։